Քրիստոս հարիավի մերելոց Քրիստոս հարիավի մերելոց Քրիստոս հարիավի մերելոց Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվին Սրբո ամեն Կյանքը նրանով էր եւ այդ կյանքը լույս էր մարդկանց համար Սիրելիներս այսօր կրկնազատիկ է կամ նոր կիրակի մեր եկեղեցում Տիրոջ հարությունը ամեն բան փոխեց մեր կյանքի մեջ Ինչպես որ տարվա 4 եղանակների ընթացքում գարնանը բնությունն արթնանում է ամռանը հասնում իր կատարելությանը հասնում աշնանը ծերանում իսկ ձմռանը մահանում սպասելով նոր գարունի այնպես էլ մարդու կյանքն է մարդը ծնվում է գալիս այս աշխարհ հասունանում մեղքի մեջ մտնում հետո ծերանում ու մահանում սպասելով Տիրոջ հարությանը Ուրեմն Տերը եկավ նորություն բերելու մեր կյանքի մեջ նոր մարդ դառնալու նորովի ապրելու եւ նորովի արարելու այս աշխարհի մեջ այլևս առանց մեղքի որովհետեւ հարության միջոցով մեր մեջ 3 բան կատարվեց կրկնազատիկ որ նույն ուրախությունն ենք այսօր ապրում մեր ազատության հարության եւ փրկության խորհրդով է այն ազատությունը որ մենք մեղքի պատճառով կորցրեցինք այն ազատությունը Աստված տվեց որ դու սավառնես տեզերքի անսահմանության մեջ այդ ազատությունը վայելել զգալ եւ երբեք առանց Տիրոջ չապրել բայց մենք Տիրոջը թողեցինք մեղքի կյանքը վերցրեցինք եւ մեր էությունը բնությունը որ ստեղծված էր մաքուր ու սուրբ ապրելու հանկարծ մեղքի պատճառով հնացավ եւ հիմա կարիք կա այդ հին մարդուն քո վրայից հանելու որպեսզի Քրիստոսով նորը հագնես եւ նոր մարդ դառնաս այս աշխարհի մեջ եւ հոգեվոր ազատությամբ ապրես առանց անտեսանելի բանտի պատերի ապրես այս աշխարհի մեջ երկրորդ հարությունը բերեց մեզ համար մինչ Հիսուսի հարություն մարդիկ չգիտեն իրենց ինչ է սպասում ապրում են ուտում են խմում են ու հանկարծ պիտի մեռնեն Միթե սա է մարդու կյանքի վախճանը Միթե այս հողաթմբի համար է մարդ ապրում այս աշխարհի մեջ եւ այսօրը քանի որ նաեւ Թովմասյան հավատության նորոգությունն էր որ Թովմաս ասաց մինչեւ չտեսնեմ Հիսուսի խոցված կողը նրա ձեռքերը որ մեխերով ծակված են չշոշափեմ չեմ հավատա դուրս է գալիս որ Հիսուս նորից գալիս է ասելու որ Թովմաս անհավատ մի եղիր այլ հավատացյալ մեզ է նաեւ որ հարությանը հավատացեք որովհետեւ եթե չկա հարություն ուրեմն Քրիստոսի հարությունն էլ չի եղել եթե Քրիստոս հարություն չի արել զուր է մեր հավատքը զուր է մեր քարոզությունը նաեւ զուր է մեր աղոթքները առանց հարության հույսի չկա նպատակ այս աշխարհի մեջ ոչ ապրելու ոչ արարելու առավել եւս սիրելու եւ վերջապես փրկությունը մեր կյանքի մեջ սիրելիներ մենք փրկություն ունեցանք Քրիստոսով մենք մեղքի իշխանության տակ էինք գին պիտի վճարվեր որպեսզի մարդը փրկվեր այդ գինը Քրիստոսի կյանքն էր եւ այսօր ավետարանի խոսքը որ կյանքը նրանով էր ուրեմն Քրիստոսով կյանքը սկիզբ առավ մեզ համար Քրիստոսով է որ մենք նոր կյանք ենք ստանում եւ այդ կյանքը լույս է մեզ համար ինչ պիտի անի մարդ ուրեմն որ այս ազատության հարության փրկության եւ նորոգության այս ամբողջ շրջանը իր ամբողջ կյանքի ընթացքի մեջ ապրի նախ դու պիտի թույլ տաս որ այդ կյանքը գա քո մեջ բնակվելու եւ դու լույս դառնաս ցավոք սրտի Մարդիկ խավարը շատ են սիրում Մարդիկ սիրում են խավարի մեջ գործել խավարի մեջ ապրել ցերեկը քնել գիշերը որ հանգստանալու համար է որ մեր տկարացած բնությունը հանգստանա հակառակը մենք ցերեկը վատնում ենք այլ բաների համար շատերը գիշերներն արթնանում են եւ սկսում են մեղքի կյանք ապրել խաղատներում գիշերային ակումբներում գողություն անելու մարդ սպանելու շնության մեջ ապրելու այս բոլոր մեղքերը մարդիկ գիշերվա մեջ են գոլվում Եվ ինչու են ատում լույսը, որովհետև երբ որ նոտենան լույսին, այս մեղավոր կյանքը պիտի թողնեն։ Բայց քանի որ երբեմն մեղքը մարդու մեջ ոչ միայն արմատանում է, այլև մարդը կապվում է այդ մեղքի հետ, Սուրբ Հոգին հարության խորհրդով մեզ նախ ուզում է արմատախիլ անել այդ սերը մեղքի հանդեպ, հետո մեր մեջ արթնացնել գիտակցություն, որպեսզի հասկանանք, որ մեղավոր կյանքով ապրելով դու կործանման ես գնում։ Տեսեք խաղացող մարդու դեմքը կամ հարբեցող, թմրանյութ օգտագործող մարդը, երիտասարդ, բայց արդեն ֆիզիկացված տկարացած, իր հոգու մեջ դատարկություն, ամայություն, ամեն բան մեռած, դու տեսնես միայն մարդ,
որ միայն դողացնում այսպես ձեռքերը մեղքը նորից փնտրելու, մեղքը ճաշակելու եւ այդ մեղքով ապրելու համար։ Այլ բան չկա այդ մարդու մեջ։ Լույս չկա, խավար է։ Ինչպես որ երբ որ լույս էլեկտրական հանգցնում ենք, մի անգամ այս խավար է տիրում, այնպես երբ որ Աստծո լույսը այս կյանքը քո միջից հանում ես, մարդու մեջ գալիս է խավարը տիրելու։ Եվ առաջին պայման այսօր Հակոբոս առաքյալն է դնում, թե նոր մարդը ինչպես պիտի ապրի։ Ամենամեծ մեղքերից մեկը, որով մարդը կորցնում է լույսը, լեզուն է, լեզվի պատճառով է։ Ինչպես որ այսօր գրված էր, նա որ կարողանում էր լեզուն զսպել, նա կատարյալ մարդ է։ Եթե կա լեզուդ եւ քո լեզուն չարախոսությամբ է ապրում, անիծաբանությամբ է ապրում, տրտնջելով, դժգոհելով, բամբասելով, շողոքորթելով, քսմսվելով, հայոյելով, ամեն տեսակ սուտ խոսելով, դու չես կարող նոր մարդ դառնալ։ Ցավոք սրտի, սա ամենամեծ խնդիրն է այսօրվա աշխարհի եւ հատկապես քրիստոնյաների համար։ Ինչու մեր հոգեվոր կյանքի մեջ աճ չունենք, անդադար նույն հոգեվիճակի մեջ ենք, նույն շարժումներն ենք անում, նույն աղոթքներն ենք անում, եւ մեր կյանքի մեջ գրեթե բան չի փոխվում։ Ոչ հասունանում ենք, ոչ հզորանում ենք, ոչ զորանում ենք մեր կյանքի մեջ եւ ոչ էլ կարողում ենք հրաշքներ գործել։ Ինչու՞, որովհետեւ ինչքան որ հավատում ենք, այնքան էլ մեր լեզուն մեզանից առաջ է ընկնում մեղքեր գործելու համար։ Տեսեք ինչ գեղեցիկ օրինակ բերեց այսօր Հակոբոս առակ, ասում է ձիու բերանը սանձ ես դնում, որ կողմ ուզում ես ձիուն տանում ես։ Հսկա նավերը մի փոքրիկ ղեկով նավավարը ուր ուզում է շրջում է, բայց լեզուն ոչ ոք չի կարողանում ղեկավարել։ Ամենափոքր, բայց ամենամեծ անիրավություն գործողը մեր մարմնի մեջ։ Մեր ամենափոքր օրգաններից մեկը, բայց ամենամեծ մեղքեր առաջացնողը մարդու մեջ, որ մարդը կորցնում է հարության խորհրդից նորոգության ամբողջ շրջանը անցնել եւ ապրել։ Եվ դրա համար, երբ որ Քրիստոս էլ ծնվեց իբրև լույս, եկավ այս աշխարհը կյանք տալու մեզ, մենք չուզեցինք այդ լույսը վերցնել։ Ասում է եկավ յուրայինների մեջ, բայց յուրայիններն անգամ նրան չընդունեցին։ Շնորհքը, ողորմությունը Քրիստոս Հիսուսից է, գալիս է մեր մեջ, բայց մենք շնորհն ու ողորմությունը դնում ենք մի կողմ, աշխարհի մեղքը վերցնում ենք եւ փորձում ենք այդ մեղքի մեջ ապրել, եւ մեր մեղքի մեջ գտնում ենք մեր անտեսանելի գերեզմանը, որից չենք կարողանում դուրս գալ։ Եվ այս հարության խորհրդի միջով, որ մենք 50 օրեր պիտի հարությունը տոնենք, հարության շրջանը ապրենք, նպատակը մեկն է, որ հաջորդ կիրակին, կարմիր կիրակին է, կանաչ կիրակին, կապույտ կիրակին, երկրորդ ծաղկազարդ, այսինքն այս բոլոր խորհրդի մեջ մարդը պիտի, ինչպես որ մեռած բնությունն է գարնան արթնանում, այնպես էլ Քրիստոսի հարության միջոցով մարդը պետք է գարուն ապրի։ Ինչպես որ հիմա ծաղիկները ծաղկում են, ծաղիկների անուշահոտությունը գալիս է, դու հասկանում ես բնությունն արթնացավ, ձմեռային մեռելությունից արթնացավ, կյանքը նորից արթնանում է, բայց եթե քո մեջ հարության խորհրդով կյանք չի արթնացել, դու նորից նույն տխրության մեջ ես, նույն տրտունջը կա, չգիտես որ կողմ գնաս, ում հետ շփվես, ում հետ կիսվես, ում հետ մտերմություն անես, նշանակում է քո մեջ է խնդիրը։ Երբ որ մարդիկ բողոքում են, որ մարդկություն այսօր վերացել է, խափում են իրենք իրենց։ Ուրեմն դու էլ ես վերացած, ուրեմն դու նախ ինքդ քեզ ես վերացված համարում։ Չի կարող լույսը կորել այս աշխարհի մեջ։ Լույսը երբեք չի անհետանում, սերը երբեք չի պակասում, չի նվազում, մարդկությունը չի կորում այս աշխարհի մեջ։ Երբ որ մենք այդպեսին դառնում ենք, երբ որ գիտենք, որ մենք խավար ենք, եւ մեզ թվում է թե բոլորն են խավարի կյանք մեջով ապրում։ Երբ որ ասում ես տղաներին, երիտասարդ, ինչու չես անում, ես լավ աղջիկ, հավատարիմ աղջիկ չկա։ Ինչու չկա։ Լիքն են։ Դա դու ինչ ես փնտրում։ Դու պետք է հասկանաս դու ինչ ես փնտրում։ Եթե գեղեցկություն ես փնտրում միայն, չես գտնելու լավը։ Եթե դու միայն քեզ ստրուկ ես փնտրում, այո, չես գտնելու։ Դու պետք է գտնես մեկին, ում կարող ես նրա հետ սիրել ու նրա հետ ծերանալ։ Այդպեսին պիտի փնտրես, առանց որի չես ուզելու ապրել։ Դա պիտի փնտրես քո կյանքի մեջ։ Երբ աղջիկներին ես ասում եմ հավատարիմ տղամարդ չկա, ինչու չկա։ Լեփլեցուն։ Պարզապես դուք հավատքով մարդկանց չեք փնտրում։ Դուք փնտրում եք գեղեցիկ, ֆիզիկական գեղեցիկ մարմին, հարուստ, լավ մեքենա, պաշտոնյա, դա եք փնտրում։ Եվ երբեմն դրա համար ենք աղոթում, որ մեզ լավ ամուսին տա, հարուստ լինի, մեքենա ունենա, որ ինքը խնդիր չունի, բայց թող սեր չունենա։ Դրա համար չկա մեր կյանքի մեջ այդ, մենք չենք կարողանում տեսնել։ Մեր շուրջը բազում են լավ մարդիկ, գեղեցիկ, հոգևոր մարդիկ,
Բայց նպատակը մեր ինչ փնտրելն է, սա է մենք ինչ ենք ուզում տեսնել այդ մարդու մեջ եւ ինչ ենք փնտրում այդ մարդու մեջ։ Եթե մեղքն ես փնտրում, այս աշխարհն ես փնտրում, բնականաբար դրանից պիտի հոգնես ու ձանձրանաս։ Երբ որ դու դնում ես համեմատության մեջ բոլորին, լավը կարող է չգտնես։ Այս աշխարհի մեջ անթերի մարդիկ չկան, կատարյալ մարդիկ չկան։ Մեր նպատակը անկեղծ մարդկանց փնտրել գտնել է։ Անկեղծ մարդիկ, ովքեր իրենք իրենց հետ մաքուր են, ազնիվ են, իրենք իրենց չեն խաբում։ Այսօր մարդիկ իրենք ինքնախաբեությամբ զբաղված են, կարծելով թե իրենք են, որ եթե չլինեն, ոչինչ չի լինի, թե իրենք չլինեն, ոչ ոք չի կարող, եթե իրենք չլինեն, գործը տեղից առաջ չի գնա։ Սա ամենամեծ ինքնախաբը, որտեղ դու ինքդ քեզ հետ անկեղծ ես, որտեղ դու չես ուզում, որ ուրիշն անի։ Դա է ամբողջ պատճառը, դու չես ուզում։ Իսկ Քրիստոս ուզեց, սիրելիներ։ Կյանքը եկավ, բնակվեր մեր մեջ, եւ այդ կյանքը լույս դարձավ մարդկանց համար։ Հիմա ինչու ենք մենք լույսից խոսափում։ Ինչու է լույսը մեզ համար այդքան դժվար լույսը տանել։ Երբեմն տաննել, չէ՞, մենք լույսերը անջատում ենք, նոր ենք նստում տան մեջ։ Կարծես թե լույսը մեր ամբողջ գեղեցկությունը պիտի կորցնի կամ մեր մեղքերը ջրերես պիտի։ Այո, երբ որ դու Քրիստոսին մոտենում ես, այդ լույսին մոտենում ես, քո ամենայն փոքրիկ բիծն էլ պիտի տեսնես քո վրա։ Եթե չես տեսնում այդ լույսը, ուրեմն նշանակում է դու լույսի տակ չես եկել, այլ բան փնտրելու։ Գիտեք, սիրելիներ, մի օր մի մարդ փողոցում ինչ որ բան էր փնտրում։ Մթության մեջ։ Երբ որ մեկը մոտենալիս ասում է, եղբայր, ինչ ես փնտրում, ասում է, տանս բանալիներն եմ փնտրում։ Ասում է, ինչ այստեղ ես կորցրել, ասում է, չէ, մի քիչ այն կողմ եմ կորցրել, ասում է, իսկ ինչու ես այստեղ փնտրում, ասում է, այստեղ ավելի լուսավոր է։ Դու որտեղ ես կորցրել քեզ եւ որտեղ ես փնտրում քեզ։ Եթե դու աշխարհի մեջ ես քեզ կորցրել, դու աշխարհի մեջ չես կարող քեզ գտնել։ Եթե աշխարհն է քեզ կլանել, դու մինչև լույսին, ճշմարիտ լույսին չմոտենաս, արհեստական լույսով դու ինքդ քեզ չես կարող փնտրել ու գտնել։ Միայն Քրիստոսի բերած կյանքը պիտի կարողանաս քո մեջ ունենալ։ Եվ երկրորդ օրինակը առաքյալը բերում է, ասում է, չի կարող նույն ակունքից աղի եւ քաղցր ջուր դուրս գալ։ Նույն էլ մարդու բերանից չի կարող աղոթք եկեղեցուց դուրս գալ բամբասելով տուն գնալ։ Անհնար է սա։ Չի կարող լինել։ Չի կարող մարդ այստեղ սիրալիր խոսքեր ասել, շրջվել այստեղ անիծել կամ հայոյել։ Այսօր ինչու մեր աղոթները հավաքական, մեր ազգի աղոթները լսելի չեն, որտեվ աղոթքից ավելի շատ մեր շուրթերի վրա հայոյություն կա, բամբասանք կա, չարախոսություն կա, մեկը մյուսին պախարակելու, նվաստացնելու ձգտում կա, չկա օրհնելու մեկը մյուսին։ Մենք խոսում ենք, պետք է աղոթես քո թշնամի համար, սիրես քո թշնամիներին, օրհնես քեզ անիծողներին, ասես գեղեցիկ ճարեր ենք խոսում, բայց նույն վարքյանի մենք կրկնակի ավելի հակառակն ենք անում։ Ասում ենք սիրում ենք բոլորիդ, բայց ոչ ոքին չենք սիրում։ Մենք մեր նմանին չենք սիրում։ Եվ սա բերում է հայոյություն մեր կյանքի մեջ։ Երբ որ դու արդեն դիմացինիդ խոսքը չես հանդուրժում, դիմացինիդ խոսքը խավար ու տգեղ ես ներկայացնում, քո չարածը լույս ես ներկայացնում, ամենամեծ խնդիրը սկսում է այդտեղից։ Տեսեք, երբ որ գալիս են մարդիկ պաշտոններ են նշանակում, գիտեք, չէ, 100 օրը հաշվետվություն պիտի ներկայացնեն, թե այդ 100 օրի ընթացքում իրենք ինչ են արել։ Ուրեմն երբ որ խոստացել է 100 բան, բայց 3-ն է կատարել, ինքը միշտ խոսում է այդ 3-ից։ Երբ որ 97-ից հարց ես տալիս, ինքը խոսակցությունը փոխում է։ Բայց դու պիտի խոսես քո չարածներից։ Դու խոստացել ես իբրև քրիստոնյա, մկրտվել ես, լույս ես դարձել, որ հավատքի, հույսի եւ սիրո կյանք ապրես։ Եթե դու այս 3-ից չես խոսում, ուրեմն դու արդեն ինքդ քեզ ես խաբում, քո հաշվետվությունը կեղծ է։ Երբ որ դու ասում ես հավատքը, հույսը, սերը խոստացել եմ մկրտության ժամանակ ապրել, մեղքերից ազատվել եւ Աստծուն ծառայել, բայց այլ բան ես ապրում, դու ուրիշ բանի մասին չպիտի խոսես, դու պիտի ասես ինչու չես արել քո կյանքի այդ հատվածը, այդ գործողությունը ինչու կատարված չէ։ Երբ որ կանգնես Տիրոջ առջև, երբ որ Տերն ասի ցույց տուր կյանքդ, քանի օր ես հավատքով, հույսով ու սիրով ապրել, դու չես կարող ասել, գիտես Տեր Աստված, ժամանակ չունեի, ուսանող էի, պարապմունքների էի, ծանր աշխատանք ունեի, երեխաները սոված էին, այս բոլորը դու պիտի անես, ուզես թե չուզես պիտի անես։ Բայց դրա մեջտեղը ժամանակը պիտի գտնես,
գողանաս այդ ամեն ինչից քո ժամանակը, հավատքիդ, հույսի, սիրո կյանքը ապրելու համար։ Սրա համար դու պիտի պա, որ ժամանակը չես օգտագործել։ Մենք 24 ժամ չենք աշխատում, ոչ ոք 24 ժամ չի աշխատում, ոչ ոք 24 ժամ չի նստում, տխրում կամ լաց լինում։ Բոլորն էլ այդ ընթացքում ժամանակ գտնում են, ուրիշ որ ոչ մի բան չլինի, հաց ուտելու եւ լողանալու ժամանակ բոլորս էլ ունենք։ Բայց սրա համար մենք այդ մեր ցավի մեջ անգամ գիտենք, որ պիտի մի քիչ հաց ուտենք։ Ինչու՞ չես քո ցավի մեջ աղոթք անում։ Հավատքիդ կյանքի մասին մտածում, Սուրբ Գիրքը կարդում, ամենամեծ նամակը, որ ուղղված է մարդուն, ինչպես պիտի կողմնորոշվես, փրկվես, որ հանկարծ անդունդի եզրին չհայտնվես։ Նշանակում է, որ դու լույսից ես խուսափում, բայց խուսափելով ուր էլ որ գնաս, մի օր պիտի պատասխան տաս։ Հանցագործ ինչքան էլ խուսափի պատասխանատվությունից, վերջը մի օր պիտի հայտնվի դատարանում։ Ինչ էլ որ լինի ինքը պիտի գա, որ տարիքում էլ իրեն բռնեցին, ինքը պիտի պատասխան տա իր հանցանքի համար։ Մեր հանցանքը, մեր ժամանակը վատնելն է, այդ կյանքը մերժելն է եւ մեր այդ տված լույսը խավարի վերածելն է, սիրելիներ։ Եվ դրա համար դու պիտի կանգնես Տիրոջ առջև ու արդեն չես կարող արդարանալ։ Ինչպես որ անիրավ տնտեսի առակի մեջ ասում է մուրալամանչում եմ, աշխատել չեմ կարող, նույնն էլ մենք, երբ որ Տերը կանչի, մենք չենք կարողանալ այլևս աշխատել ապաշխարության համար։ Չենք կարող խնդրել, որ մարդիկ մեզ համար Տիրոջը խնդրեն։ Էլ ժամանակ չի լինելու։ Եկել է ժամը պատասխանը տալու։ Ուրեմն դու պիտի այսօր փնտրես, ինչ ես կորցրել եւ ինչ ես ուզում գտնել քո կյանքի մեջ։ Եվ Տերը առաջարկում է մեզ այդ լույսը վերցնել եւ լույսով ապրել։ Եվ ինչպես նաեւ այսօր Հովհաննես ավետարանչի առաջին այդ գլխի հատվածի մեջ ասում է Հովհաննես Մկրտչի խոսքերը։ Նա էր, որ ասաց. «Սա է Աստծո գառը, որի վրա է վերցնում աշխարհի մեղքը»։ Ուրեմն Աստծո գառնուկը Հիսուս Քրիստոս մեր բոլորի մեղքերը վերցրեց իր վրա, ազատագրեց մեզ, նոր կյանք տվեց, կրկնազատիկ տվեց մեզ, որ այդ զատկական ուրախություն նորից ապրենք, լույսավոր լինենք, լույս դառնանք եւ այս մեր մնացած մեջի արմատացած մեղքերը դեն նետենք, որպեսզի կարողանանք ճշմարտության մեջ ապրել։ Եվ այն մարդը, սիրելիներ, ով իր ժամանակը չի տրամադրում իրեն ազատագրողին շնորհակալություն հայտնելու, ինքը ավելի մեծ վտանգի մեջ պիտի հայտնվի։ Այս աշխարհի մեջ եղած բոլոր խնդիրները ժամանակավոր են։ Ցավն էլ, հիվանդությունն էլ, կորուստն էլ, ամեն բան ժամանակավոր է։ Մարդը հարմարվում է ամեն ինչի հետ, բայց դու չես կարող հարմարվել մահվան հետ եւ մահվան մեջ ապրել, երբ որ դու հարության լույս ունես քո կյանքի մեջ։ Երբ որ մարդը չի մտածում ապրելու մասին, ինքն արդեն մահանում է։ Երբ որ մարդը չի ձգտում վեր կանգնել, լույսը տեսնել եւ քայլել այդ լույսի միջով, ինքն իրեն դատապարտում է հավիտենական տանջանքին, այդ մահվանն է դատապարտում։ Իսկ Տերը չի եկել մեզ դատելու։ Տերը չի եկել մարդկանց կորստյան մատնելու, Տերը եկել է մեզ փրկելու համար։ Եվ դրա համար կյանքը երկնքից իջավ եւ բնակվեց մարդկանց մեջ, բայց մարդիկ ցավոք սրտի մինչեւ այսօր շարունակում են խավարն ավելի սիրել, որտեվ գործերը մեր չար են։ Դրա համար ուզում եմ, որ այս նոր Կիրակին, որ նոր մարդու խորհուրդն է սիրել, նոր մարդ դառնալու, հին մարդը մեր վրայից հանելու, մի վախեցեք ձեզ մերկացնել, ինքներդ ձեզ հետ անկեղծ եղեք, ինքներդ ձեզ քննեք, ինչու ենք մենք այսպես անում, ինչու ենք մենք որևէ մեկի հետ չարությամբ ապրում, դա մեզ օգուտ չէ, դա միայն մեզ է վնասում, դիմացի մարդուն ոչ մի բան մեր մեջ եղած չարությունը, ինչու ենք մենք նախանձով ապրում, ինչու ենք որևէ մեկին ատում, ինչու ենք որևէ մեկին արհամարհում, կարծելով մենք ավելի կարևոր ենք, քան այդ մեկը, ինչու, այս ինչուի պատասխանը պիտի գտնեք միայն այս սրա մեջ, որ կյանքը մարդկանց համար լույս էր եւ այդ կյանքը միայն Հիսուսով է։ Եվ եթե այդ կյանքը ունես, ուրեմն դու կարող ես բոլորին մեջ տեսնել մարդուն, տեսնել Աստծո լույսը, սիրել այդ մարդուն եւ այդ մարդու հետ խաղաղությամբ սпасել մինչեւ Քրիստոսի գալուստը։ Թող Տեր օրհնի մեզ իր խաղաղության մեջ ապրի, այս հինունքի շրջանը, որ մենք անցնելու ենք, ամեն օր իրար այդ հարության հույսով ենք ապրելու, սիրելիներ։ Մեկ նպատակ կա։ Հարությունը նաեւ հաշտություն է մարդկանց հետ։ Հարությունը սեր է մարդկանց միջև, հարությունը ազատագրություն է մարդուն իրենից, որպեսզի մարդը իր նկատմամբ անկեղծ դառնա, ինքն իրեն գնահատել իմանա եւ ինքն իրեն պահպանել իմանա Քրիստոսի համար։ Քրիստոս հարյավ իմերելոց։
Քրիստոս հարյավի մերելոց Քրիստոս հարյավի մերելոց Թող Տիրոջ սերը, խաղաղությունը եւ Սուրբ Հոգու ներկայություն ամենքիդ հետ լինի այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն